ընտրությունները կեղծելուց հետո եւ փաստորեն 60,000 քաղաքացու ձայնը փոշի հասնելուց հետո նրանք անցել են նոր մեթոդով քաղաքացիների ձայնը պակասեցնելու եւ դա անում են բնականաբար սահմանադրությունը կեղծելուց առաջ, հանրաքվեով կեղծելուց առաջ, քանի որ պահանջվում է հանրաքվեների ժամանակ 25%-ի մասնակցություն ընտրողների թվին։ Հիմա եթե ենթադրենք 2 միլիոն ընտրողների թիվը, սարքում ես ասենք 1.5 միլիոն, բնականաբար այդ 25%-ը ավելի քիչ մարդ է պետք որ մասնակցի, ու այդպես կեղծիքով անցկացնում ես, տենց իբր ժողովրդավար ձևով անցկացրեցիր, բայց բռնել ես այդ մարդկանց զրկել ես ընտրության իրավունքից, որ կարողանաս անցկացնես։ Ու դրան պատճառով հիմա բազմաթիվ քաղաքացիներ, որոնք կապված են Հայաստանի հետ, թե կապված էլ չլինեին, կապ չունի, կարող մարդը կապված չլինի, բայց անձնագիրը արդեն կապ է, հա, այդ մարդկանց փաստացի զրկել են ընտրական իրավունքից, այսինքն ինչ որ Արեն Սիմոնյան, որը ասենք քաղաքացու վրա է թքում, ինքը պետք է ունենա ընտրական իրավունք, բայց այն մարդիկ, որոնք ասենք ինքնաթիռի տոմս են տալիս, կտրվում են աշխատանքից, արձակուրդ են վերցնում, որ գան այստեղ մասնակցեն ընտրությունների իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, այդ մարդիկ այս պահին դեռ չի ստորագրել իհարկե երկրի նախագահը, այսպես կոչված, բայց մենք գիտենք, հա, որ այլ տարբերակ ինքը չունի, զենքը դրել են գլխին, ասել են կստորագրես։